Սյունիքի մարզի տարբեր բնակավայրերում ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, միջին նորոգման աշխատանքներ են ընթանում։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող Քաջարան-Ագարակ հատվածի առաջին թունելն է։ Հորատման վերջնական աշխատանքներն են ընթանում։ Այն լինելու է անկախությունից հետո Հայաստանում ամբողջովին նոր կառուցված առաջին թունելը։ Զուգահեռ մրցութային գործընթաց է իրականացվում Քաջարանի թունելի կառուցման համար։ Մինչև տարեվերջ մեծ հավանականությամբ հաղթող կազմակերպությանը արդեն ընտրած կլինենք։ Դրան զուգահեռ նաև Բարգուշատի թունելի հետ կապված բանակցություններ են տարվում շինարարական ընկերության հետ եւ արդեն այս երկու թունելները իրար միացնող ճանապարհների մրցութային գործընթացը մեկնարկել է։ Ճանապարհի հարավային հատվածի կառուցումը հնարավորություն կտա էականորեն կրճատել Երևանից դեպի Սյունիք երթևեկության ժամանակը, նշում են պատասխանատուները։ Երկրորդը անվտանգությունն է ճանապարհի, որտեղ դուք գիտեք, որ Սյունիք եկող ճանապարհները իրենք հիմնականում ոլորապտույտ են եւ բազմաթիվ խնդրահարույց հատվածներ կան դրա պատճառով եւ վտանգավոր են ճանապարհները։ Այս իմաստով ինքը դառնում է շատ անվտանգ եւ երրորդը բնականաբար իր տնտեսական ազդեցությունը կարծում եմ Սյունիքում դա շատ նկատելի է լինելու։ Важнейший элемент Ճանապարհային հաղորդակցությունը կարևոր է տարբեր ազգերի կյանքում։ Կարծում ենք, որ առաջին թունելի բացումը մեծ քայլ է հյուսիս-հարավ ճանապարհի բացման համար եւ այն զգալի դեր է խաղալու տարածաշրջանի զարգացման գործում։ Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման արժեքն ավելի քան $214 միլիոն է։ Այն ներառում է 2 թունել եւ 17 կամուրջ։ Մեղրի շրջանցիկ ճանապարհն է, այցելել եք նաեւ թունելներից մեկը, որը արդեն ավարտական փուլում է։ Ունենք եւս մեկ թունել, որը միանալու է այս տրանսպորտային հանգույցը, որի երկարությունը 520 մետր է։ Այսօրվա դրությամբ շինարարը արդեն մոտորապես 350 մետր փորման աշխատանքները ավարտել է ու շարունակում է աշխատանքները շատ լավ տեմպերով։ Երբ կավարտվի հյուսիս-հարավի կառուցումը, նախարարը նշում է, այն հատվածներում, որտեղ այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում, ավարտը 2027 թվականի վերջին է նախատեսված։ Մյուս տարի կմեկնարկենք արդեն Քաջարանի թունելի բուն կառուցման գործընթացը, որի տևողությունը հաշվարկում ենք մոտավորապես 7 տարի։ Ճիշտ այդքան ժամանակ էլ մեզնից պահանջվելու է Բարգուշատի թունելի կառուցման մասով եւ ընդհանուր դրան զուգահեռ մենք նաեւ պատրաստում ենք աշտարակից դեպի Սիսիան հատվածը նախագծել եւ կախված այդ նախագծից մենք այնտեղ էլ հստակ տևողությունը կկարողանանք ասել։ Ընդհանուր առմամբ 2026 թվականին հյուսիս-հարավ ճանապարհի տարբեր հատվածներում շինարարական աշխատանքներ են մեկնարկելու եւ դրանից հետո արդեն մի քանի տարի անց այս ճանապարհը ամբողջովին պատրաստ կլինի շահագործման համար։ Մյուս ճանապարհը, որ կառուցվում է Սյունիքի մարզում, Մեղրի Նռնաձոր հատվածն է։ Նախկինում այս երկու բնակավայրերը կապող ճանապարհ չի եղել։ ամեն ինչ անել ենք, որպեսզի ապրիլն ավարտենք։ Շարունակության վրա ենք այս աշխատանքը։ Աշխատանքը մինչև գյուղ արվածը։ Մինչև գյուղ այս պահին կարող ենք գնալ։ Այս վիճակն է։ Մինչև գյուղ այս մակարդակը ունենք։ Այո։ Մինչև գյուղ կարող ենք գնալ։ 10 կիլոմետր երկարությամբ ճանապարհի նախագծային արժեքը 3.5 միլիարդ դրամ է, մրցութային արժեքը մոտ 2.5 միլիարդ։ Ներկայում ասֆալտապատման համար մրցույթ է հայտարարվել։ Այս պահին իրականացվել է հողային հանույթի գրեթե 95%-ը, զուգահեռ այս պահին նաև իրականացվում են կարստական կառուցվածքների աշխատանքները, շինարարական ջրահեռացման երկաթբետոնե խողովակների եւ կաբյոնային հենապատեր ունենք, որոնց նախապատրաստական աշխատանքները արդեն սկսել ենք իրականացնել։ Նախատեսվում է ճանապարհը 2027-ի ամռանը ամբողջությամբ շահագործման հանձնել։ Ավարտական փուլում են գտնվում Խոտ-Որոտան ճանապարհի կառուցման աշխատանքները։ Սյունիքում իրականացված ամենախոշոր նախագծերից մեկն է, որի արժեքը ավարտական փուլում գերազանցել է 5.2 միլիարդ դրամը։ Հիմնականում ավարտել են կահավորման անվտանգության տարերով, նախարար ցուցանակներ եւ այլն, մի քանի բան մնում կավարտենք։ Երբ ենք պլանավորում դրով ավարտել։ Այս տարի պլանավորում ենք ավարտենք։ Ճանապարհի երկարությունը մոտ 10 կիլոմետր է, նախկինում այս տարածքով ճանապարհ չի անցել։ Ճանապարհը ամբողջովին նոր է կառուցվել, որոշ ժամանակ ընդհատվել է շինարարությունը փլուզման աշխատանքներով պայմանավորված, հետո նորից աշխատանքները ընթացքի մեջ են եւ մենք այսօր ունենք ասֆալտապատված ճանապարհ եւ շինարարական ընկերությունը հիմա նշաններով տեղադրման աշխատանքներ է իրականացնում, առաջիկայում նաեւ գծանշման աշխատանքներ կիրականացնի եւ այս տարվա վերջին ճանապարհը ամբողջությամբ պատրաստ կհանձնվի շահագործման։ Սյունիքի մարզի Վաղատին բնակավայրում հիմնանորոգվել է դեպի դպրոց տանող մոտ 2 կիլոմետր երկարությամբ ճանապարհը։ Արժեքը գերազանցում է 400 միլիոն դրամը։ Ճանապարհի հիմնանորոգումը այս տարի է սկսվել։ Ավարտը եւս նախատեսվում է ընթացիկ տարում։ Նորոգվել էր վերջի անգամ 86 թվականին
բնականաբար հայտնի է ոչ մի առանց ջրահեռացման, առանց հեղատարների սարերից ահավոր ուժեղ հեղեղներ են գալիս, ընդհանրապես գոյություն չուներ որևէ տեսակի ծածկ, միայն ջրափոսեր էին այդտեղ։ Լավ ստացվել է, եւ բացի դրանից ամենակարևորը, որ բոլոր գյուղի բնակիչների այգիների հենապատերը, որոնք տարբեր քարերից ինքնաշեն շարված էին, բոլորը բետոնացվել են եւ այսպես ասած արդյունաբերական տեսք է եկել։ Ապրում ենք 21-րդ դարում, բոլոր ժողովուրդն էլ ուզում են բարելավեն իրանց կյանքը, նույնպես գյուղացին էլ ուզում բարելավ իր կյանքը։ Տրանսպորտը ավելի հեշտությամբ շարժումը տեղի կունենա։ Այս ճանապարհը միջև գյուղամիջյան ճանապարհն է տանում, կենտրոնական ճանապարհն է։ Փողոցից է կախված կուլտուրան։ Եթե կա sense բարելավում, ուրեմն ժողովուրդն էլ սկսել են իրենց տունը, տեղը ստեղծել, սարքել, որպեսզի տուրիստներ գալուց ավելի հաճելի լինի։ Աշոտավան բնակավայրը հարակից գյուղերին միացնող 10 կիլոմետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները եւս ավարտական փուլում են։ Արժեքը գերազանցում է 1.3 միլիարդ դրամը։ Ասֆալտապատման բոլոր աշխատանքները ավարտել ենք, կատարում ենք կողմնակների լրացման եւ ամրացման գործընթացը, անվտանգության հետ կապված մնացել ագծանշման աշխատանքները եւ զնակների տեղադրման աշխատանքները։ Չէ, տարեվերջ հասցնենք։ Տարեվերջ կհասցնենք, մի 10 օրվա ընթացքում ամբողջությամբ կավարտենք։ Այս ճանապարհը Աշոտավան, Թասիկ եւ Արևիս գյուղերը կապում է Սիսյան համայնքին։ Ունի շատ կարևոր նշանակություն գյուղի բնակության համար եւ ծառայելու է 2000 եւ ավել բնակության։ Մինչ այս ճանապարհը եղել է շատ անմեղթար վիճակում, ասֆալտապատված չի եղել եւ այս տարվա ընթացքում իրականացվել են այս հիմնանորոգման աշխատանքները։ Այսպիսով տարին աշխատանքային էր Սյունիքի մարզում, պատասխանատուները արդյունքը բավարար են գնահատում, պատրաստվելով հաջորդ տարվա ծրագրերին։ Լիանա Խաչատուրյան, Աշոտ Խաչատրյան, Լիլիթ Հովանիսյան, Կիրակ Նորյալ լուրեր։